Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կան ձեր ներողություն էլի վերջացնեմ հարցս։ Ձեր աջակիցներ կան, ովքեր ցանկանում են, որ դուք այդ պատարագը իրականացնեք, եւ կան մարդիկ, ովքեր դեմ են, որ դուք իրականացնեք, հաշվի առնելով, որ կարգալույծի կարգավիճակ ունեք, որքան էլ որ դուք ներողություն էլի, որքան էլ որ դուք չեք ընդունում կարգալույծի կարգավիճակը, չեք անհանգստանում, որ վանքում կարող են իրադարձություններ տեղի ունենալ, բախում, հա, ու չգիտեմ, այլ կերպ ընթանա։ Ասած չեմ անհանգստանում, մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, ինչպես նրանց քթերը, որովհետև ինչքան մարդ, այնքան կարծիք, բայց եթե այն հասարակությունը, որը պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդ հասարակությունը եւ ժողովուրդը չի կարող առաջինը լինել հայհոյող, սա ուզում եմ արձանագրել, որովհետև այս ամբողջ ընթացքում եկեղեցապաշտպանները մեկը մյուսին հերթ չտալով հայհոյում էին առանց ամբողջական տեղեկություններ ունենալու եւ ես ուղղակի հասկացա, որ այն մարդիկ, ովքեր որ այս ընթացքում ինձ հայհոյել են, ուղղակի եկեղեցու հետ կապ չունեն եւ այս մարդիկ հայհոյողները չեն կարող եկեղեցի փրկել, ուղղակի չեն կարող եւ մենք պետքա կեղծիքին ու ստին վերջ դնենք եւ եկեղեցին պետքա մաքրվի այս իմաստով։ Եկեղեցին իհարկե մեղավորների տեղն է, բայց այն մեղավորների, ովքեր որ ուզում են մաքրվել, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկություն չունեն ապաշխարելու, սրբվելու, մաքրվելու եւ որոշել են, որ իրենք եկեղեցին են, շտապում եմ այդ մարդկանց հիասթափեցնել, որ մենք մեր եկեղեցին կպաշտպանենք։ Դուք ասում եք, որ ամուսնացածը չի կարող կաթողիկոս լինել, 1-2 ժամ առաջ եք հայտարարել։ Ինչ տեղեկություններ ունեք, կարող եք ավելին մանրամասն։ Այո, ես տեղեկություններ ունեմ, իմ տեղեկությունները ճշտված են, 100%-անոց են, ու եթե կասկածում է Մայրաթոռը կամ ամենայն հայոց կաթողիկոսը, կարող է դիմել դատարան եւ ես դատարանում կհաստատեմ իմ ասածները։ Եթե ասում եք ամուսնացած է, ինչու եք այդ դեպքում շարունակում ասել ամենայն հայոց կաթողիկոս։ Դե դուք ասեցիք, ես էլ շարունակեցի ձեր ասացի։ Դու հիմա ձեզ համար Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոս է, թե ինչպես իշխանության շահ։ Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ։ Ներողություն եմ խնդրում։ Նշում եք կարելի է մի հատ հարց տամ։ Տեսեք, մենք տարիներ շարունակ տեսել ենք ինչպես են տարբեր, բախումների ժամանակ եւ այլն, խոսում եմ, հա, երբ տարբեր բախումների ժամանակ, երբ քահանաները, հոգևորականները կանգնել են ոստիկանների եւ մարդկանց միջեւ, որ թույլ չտան այդ բախումը։ Հիմա Կիրակի օրը ինչ որ առումով դուք եք այդ բախումը, այո, կիզակետում լինել։ Ես նպատակ ունեմ, իմ նպատակս է, որ կապ չունի մարդը հասարակության մեջ ինչով է զբաղվում, այդ մարդիկ բոլորը գան պատարակների կամ գնան պատարակների։ Այս մարդիկ մեր երկրի զավակներն են, մեր հայ հավատացյալներն են, իրենք էլ հայ առաքելական եկեղեցում մկրտվածներ են, կարող են այո, իրենք էլ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակների, նաև այդ օրը ծառայություն ունեն իրականացնելու, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է այստեղ լինելու, իրենք նաև իրենց ծառայությունը կմատուցեն։ Ես կարծում եմ, որ այս իմաստով որևէ խնդիր չկա եւ իրենք ուղղակի պիտի անեն այն, ինչ որ պիտի անեն։ Դուք նոր ասում եք ներողություն, նոր կարգալույց քահանային ծիսակատարություններ իրականացնել։ Հայրաքելական եկեղեցին թույլ չի տալիս կարգալույց հռչակված քահանային նման ծիսակատարություններ իրականացնել։ Ինչպես եք պատրաստվում Կիրակի օրը։ Իդեպ այն հատուցել եւ այսօր ինչպես եք պատրաստվում պսակադրության արարողությունները։ Հայ առաքելական եկեղեցին, երբ որ ասում եք թույլ չի տալու, հայ առաքելական եկեղեցին նաև եկեղեցու մեջ մեղքը թույլ չի տալու։ Մեղքը։ Իսկ այս ամենը, տեսեք, իսկ այս ամենը ինչի մասին, որ ես խոսել եմ ու բարձրաձայնել եմ, խորքում մեղքի մասին եմ խոսել։ Դուք եք մեղք։ Կարող եք կաթողիկոսի, որ նշեցիք, հա, ամուսնացյալ է, կարող եք ավելի արժեքավոր փաստեր ներկայացնել, որպեսզի թող դատարան դիմի, ես հակառակը կապացուցեմ։ Ներողություն, դուք խոսում եք ներողություն։ Ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն է, որտեղ դրանից հետո դուք այսօր նման, այսպես ասած, բարձրաձայնեցիք նման։ Ձեզ մի հարց տամ։ Ասում եք ձեր գործը չի նման։ Ես այդ հարցին փորձում եմ պատասխանել։ Ձեր մեջ ցանկություն չկա այդ ամենը իմանալու։ Ինչը։ Եթե այդպես է, կա նմանատիպ բան, որ դուք ճշտեք։ Որ ճշտեք, կա թե ոչ։ Ես զարմանում եմ, դուք ինչ եք զարմանում, որ ես հիմա որոշեցի։ Ոչ թե ձեզ համար պետքա կարևոր լինի, թե օրվա որ ժամին ես որոշեցի եւ որ թվականին եւ որ ամսին, այլ պետքա առհասարակ արդեն են
խնդիրը, որի մասին որ ես բարձրաձայնում եմ, դուք որպես լրատվամիջոցներ պետք է հետամուտ լինեք դա ճշտել, ոչ թե Տեր Արամը որ ժամին է ասել։ Դե հիմա եմ բարձրաձայնել, Մեկ դուք խոսում եք, որ դուք Այո։ Ձեր պայքարը կարող եք 3, 4, 5, 6, 7 Ես այն ժամանակ քահանա չէի, Ժորժ ջան։ լավ, դուք նշում 3 եք, տարի առաջ այսքան փաստեր չունեի։ բա ոնց հայտնվեց։ Իսկ հիմա փաստեր ունեմ։ Բայց ինչպես ստացվեց, որ ձեր փաստերն ու Նիկոլ Փաշինյանի փաստերը Համընկան։ Չի լինի այդպես։ Չի լինի այդպես։ Դրաման ուզում ենք չենք ասում չի լինի, ասում ենք ինչպես եղավ։ Լավ է, մոտենք։ Չէ, ուղղակի կասկածել յա նույն կապերն ունեն։ Դա նորմալ է, Ժորժ ջան, նորմալ է, բան մի արեք։ Մի հարց էլ էլի, դուք նշում եք, որ հայհոյել չի կարելի, որ դուք եք դեմ դրան, բայց քիչ առաջ եւ եկեղեցում այստեղ հավաքված էր հետևորդները, հավատացյալները եւ հիմա եւ հայհոյում են, եւ խոչընդոտում են, եւ ձեր ասած հանդուրժողականությունը չեն ցուցաբերում, այս ոնց։ Արգելում են մեզ եկեղեցի Մի մտնել։ փոքր առաջ ասեցի, չէ, որ եկեղեցին մեղավորների տեղն է։ Սպասեք։ Ձյաձ Արամ ջան, ամեն բան լավ է, հայրիկ։ Ձյաձ Արամ ջան, տեսեք, ձեզ այստեղ ոչ մեկ չի սպառնա։ Չէ, Ձյաձ Արամ ջան, դուք իր սիրտը չեք ճանաչում, որ եթե մարդուն ճանաչեիք, կտեսնեք, որ ես սրտեր քննող Աստված չեմ, բայց Ձյաձ Արամի հետ 6 տարի է, ինչ կապ ունի, դա մեր հարցի հետ ինչ կապ ունի։ Թողեք ես առաջին անգամ այլ հայտարարություններ հնչեցին, այս անգամ էլ մեծի տանն Կիրեկյո կաթողիկոս։ Մեկնաբանություններ չունեմ, Արամ առաջինը իր ասածը պետք է մեկնաբանի։ Հավատացյալների Այո, կմեկնաբանեմ։ Ուրեմն քանի որ ասել է որ եկեղեցին մեղավորների տեղն է, ես ուրեմն տեսնում եմ որ այո, ունեմ իմ տեղեկությունները ճշտված են, 100%-անոց են, ու եթե կասկածում է Մայրաթոռը կամ ամենայն հայոց կաթողիկոսը, կարող է դիմել դատարան եւ ես դատարանում կհաստատեմ իմ ասածները։ Ասում եք ամուսնացած է, ինչու եք այդ դեպքում շարունակում ասել ամենայն հայոց կաթողիկոս։ Դե դուք ասեցիք, ես էլ շարունակեցի ես ձեր ասացի։ Դու հիմա ձեզ համար Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոս է, թե ինչպես իշխանության շահ։ Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ, ներողություն եմ խնդրում։ նշում եք Կարելի է մի հատ հարց տամ։ Տեսեք, մենք տարիներ շարունակ տեսել ենք ինչպես են տարբեր, չեմ, բախումների ժամանակ եւ այլն, խոսում եմ, հա, երբ տարբեր բախումների ժամանակ, երբ քահանաները, հոգեվորականները կանգնել են ոստիկանների եւ մարդկանց միջեւ, որ թույլ չտան այդ բախումը։ Հիմա Կիրակի օրը ինչ որ առումով դուք եք այդ բախումը այո կիզակետում լինել։ Ես նպատակ ունեմ, իմ նպատակս է որ կապ չունի մարդը հասարակության մեջ ինչով է զբաղվում, այդ մարդիկ բոլորը գան պատարակների կամ գնան պատարակների։ Այս մարդիկ մեր երկրի զավակներն են, մեր հայ հավատացյալներն են, իրենք էլ հայ առաքելական եկեղեցում մկրտվածներ են, կարող են այո, իրենք էլ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակների, նաև այդ օրը ծառայություն ունեն իրականացնելու, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է այստեղ լինելու, իրենք նաև իրենց ծառայությունը կմատուցեն։ Ես կարծում եմ, որ այս իմաստով որևէ խնդիր չկա եւ իրենք ուղղակի պիտի անեն այն, ինչ որ պիտի անեն։ Դուք նոր ասում եք ներողություն, նոր Կարգալույց քահանային ծիսակատարություններ իրականացնել։ Լավ է։ Հայրաքելական եկեղեցին թույլ չի տալիս կարգալույց հռչակված քահանային նման ծիսակատարություններ իրականացնել։ Ինչպես եք պատրաստվում Կիրակի օրը։ Իդեպ այն հատուցել եւ այսօր ինչպես էիք պատրաստվում պսակադրության արարողություններին։ Հայ առաքելական եկեղեցին, երբ որ ասում եք թույլ չի տալու, հայ առաքելական եկեղեցին նաև եկեղեցու մեջ մեղքը թույլ չի տալու։ Մեղքը։ Իսկ այս ամենը, տեսեք, իսկ այս ամենը ինչի մասին որ ես խոսել եմ ու բարձրաձայնել եմ, խորքում մեղքի մասին եմ խոսել։ Դուք եք մեղք Կարող եք կաթողիկոսի, որ նշեցիք, հա, ամուսնացյալ է, կարող եք ավելի արժեքավոր փաստեր ներկայացնել, Ինքը թող դատարան դիմի, ես հակառակը կապացուցեմ։ ներողություն, դուք խոսում եք ներողություն։ ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն է, որտեղ դրանից հետո դուք այսօր նման այսպես ասած բարձրաձայնեցիք նման։ Ձեզ մի հարց տամ։ Ասում եք ձեր գործը չի նման։ Ես այդ հարցին փորձում եմ պատասխանել։ Ձեր մեջ ցանկություն չկա այդ ամենը իմանալու։ Ինչը։ Եթե այդպես է, կա նմանատիպ բան, որ դուք ճշտեք։ Որ ճշտեք, կա թե ոչ։ Ես զարմանում եմ, դուք ինչ եք զարմանում, որ ես հիմա որոշեցի։ Ոչ թե ձեզ համար պետքա կարևոր լինի, թե օրվա որ ժամին ես որոշեցի եւ որ թվականին եւ որ ամսին, այլ պետքա առհասարակ արդեն են
խնդիրը, որի մասին որ ես բարձրաձայնում եմ, դուք որպես լրատվա միջոցներ պետք է հետամուտ լինեք դա ճշտել, ոչ թե Տեր Արամը որ ժամին է ասել։ Դե հիմա են բարձրաձայնել, հիմա են բարձրաձայնել։ Մեկ դուք խոսում եք, որ դուք Այո։ Ձեր պայքարը կարող եք 3, 4, 5, 6, 7 Ես այն ժամանակ քահանա չէի, Ժորժ ջան։ լավ, դուք նշում 3 եք, տարի առաջ այսքան փաստեր չունեի։ բա ոնց հայտնվեց։ Իսկ հիմա փաստեր ունեմ։ Բայց ինչպես ստացվեց, որ ձեր փաստերն ու Նիկոլ Փաշինյանի փաստերը համընկան։ Չի լինի այդպես։ Չի լինի այդպես։ Դրա համար ուզում ենք չենք ասում չի լինի, ասում ենք ինչպես եղավ։ Լավ է, մոտենք։ Չէ, ուղղակի չկասկածելի է, նույն կապերն ունեք։ Դա նորմալ է, Ժորժ ջան, նորմալ է, բան մի արեք։ Մի հարց էլ էլի, դուք նշում եք, որ հայհոյել չի կարելի, որ դուք եք դեմ դրան, բայց քիչ առաջ եւ եկեղեցում այստեղ հավաքված էր հետևորդները, հավատացյալները եւ հիմա եւ հայհոյում են, եւ խոչընդոտում են, եւ ձեր ասած հանդուրժողականությունը չեն ցուցաբերում, այս ոնց։ Արգելում են մեզ եկեղեցի Մի մտնել։ փոքր առաջ ասեցի, չէ, որ եկեղեցին մեղավորների տեղն է։ Սպասեք։ Ձյաձ Արամ ջան, ամեն բան լավ է, հայրիկ։ Ձյաձ Արամ ջան, տեսեք, ձեզ այստեղ ոչ մեկ չի սպառնա։ Չէ, Ձյաձ Արամ ջան, դուք իր սիրտը չեք ճանաչում, որ եթե ես մարդուն ճանաչեիք, կտեսնեք, որ ես սրտեր քննող Աստված չեմ, բայց Ձյաձ Արամի հետ 6 տարի է, ինչ կապ ունի, դա մեր հարցի հետ ինչ կապ ունի։ Թողեք ես առաջին անգամ այլ հայտարարություններ հնչեցին, այս անգամ էլ մեծի տանն Կիրիկյո կաթողիկոս։ Մեկնաբանություններ չունեմ, Արամ առաջինը իր ասածը պետք է մեկնաբանի։ Հավատացյալների Այո, կմեկնաբանեմ։ Ուրեմն քանի որ ասել է որ եկեղեցին մեղավորների տեղն է, ես ուրեմն տեսնում եմ, որ այո, մենք որոշակի խնդիրներ ունենք, շտկվելու ճանապարհ ունենք, ապաշխարելու, անցնելու ուղի ունենք, եւ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու իմ ծառայությունը իմ ժողովրդի հետ, որ հաջորդ անգամներին Աստված մի արած թե եթե այսպիսի բաներ կլինեն, մեր ժողովուրդը ավելի հոգեվոր լինի։